Ողջույն, ուզում եմ ցույց տալ ինչպես եմ հալեցնում կարագը։ Երբ իմացա, որ հալեցրած կարագը ավելի օգտակար է, ավելի երկար է հնարավոր պահպանել, շտապեցի հալեցնել կարագը։ հալեցման ընթացքում ջուրը գոլորշիանում է, կատնայի շաքարը նստում է հատակին եւ մնում է միայն մաքուր յուղը, ճարպը։ Օգտագործում եմ կրակցրիչ, շատ դանդաղ եմ միացնում կրակը։ Այստեղ արդեն մոտ 40 րոպե անցել եւ կարագը սկսել է հալվել։ Շատերս գիտենք, որ աղով են հալեցնում կարագը, այդ ավանդույթը եկել է հնուց, այն ժամանակ կարագը երկար պահելու խնդիր ունեին, աղ էին անում, որպեսզի չփչանար, որպեսզի նորից կարագ հավելացնեին եւ հալեցնեն։ Այստեղ արդեն մոտ 1 ժամ է անցել։ Ու քանի որ ես կարագը երկար չեմ պահելու, գնել եմ ու միանգամից հալեցնելու եմ, այլ աղի կարիք չկա։ Չնայած կարող ենք աղով նույնպես հալեցնել։ Արդեն 5:30-ից 6 ժամ է անցել, հիմա փրփուրը պետք է հավաքեմ։ Հիշենք, որ չպետք է այն ուժեղ եռա։ Ահա թե ինչ տեսք ունի, երբ արդեն 7 ժամ է անցել, դեռ շարունակում եմ, գոլորշիանում է, նստվածք է նստում տակը։ Փրփուրն իհարկե հավաքել եմ։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ գնալով գույնը ավելի պարզանում է, ավելի տակը երևում է, սկսում է երևալ, ահա, տեսեք ինչ պարզ է ավելի գույնը դարձել։ Մոտ 30 րոպեից կդադարեցնեմ արդեն, իմ կարծիքով պատրաստ կլինի։ Այնպիսի տարաների մեջ եմ լցնելու, որ եւ սառնարանում կարողանամ պահել եւ յուղը հեշտ կարողանամ վերցնել եւ օգտագործել։ Օգտագործում եմ մարլյա, որպեսզի նստվածքից չխառնվի մեր յուղին։ Տեսեք գույնը ինչ հաճելի է, ինչ պարզ ու թափանցիկ է, ավելի մուգ ես չեմ թողնում։ Սիրելիներ, ուզում եմ անպայման ուշադրություն դարձնենք եւ ցածր կրակի վրա պետք է հալեցնել կարագը, քանի որ բարձր ջերմաստիճանի դեպքում կարագը սկսում է արտադրել առողջության համար ոչ օգտակար, այսինքն վնասակար նյութեր։ Իսկ մեզ պետք է հակառակը մաքուր յուղ ստանալ։ Ահա եւ վերջ, արդեն լցրել եմ տարաների մեջ, մնում է սարի եւ ստանանք անուշաբույր բյուրեղանման մեր յուղը։ Սառնարանում թողնելուց հետո, ահա մեր վերջնական տեսքը յուղի, ինչ գեղեցիկ, սրսուռ եւ անուշաբույր յուղ եմ ստացել։ Հուսով եմ տեսանյութը օգտակար էր, կհանդիպենք։